Սարդարապատում հաղթանակի զանգերի ղողանջով 108 տարի առաջ ազդարարվեց Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը։ Վեհափառը աղոթք է հնչեցրել Սարդարապատի հուշահամալիրում նահատակների հոգիների համար։ Հանրապետության տոնի առթիվ զորահանդես հաշվետվություն Երևանի գլխավոր հրապարակում ներկայացվել է նոր սպառազինություն 7 երկրից ձեռք բերված նաև հայրենական արտադրության։ Տորքը, Արամազդը, Միհրը, Աղեղն ու Դևը, նաև ֆրանսիական Բաստիոնը, ում եւ ինչպես ենք դիմակայելու նոր սպառազինությամբ։ Ինչպես 40 րոպեում Թրիփի փաստաթուղթը ստորագրեցին Զվարթնոցում, Ռուբիոն Հայաստան այցի մասին պատմել է Թրամփին, Սպիտակ տան ղեկավարը լիակատար աջակցություն է հայտնել Փաշինյանին։ Ինչու փոխվեց հայկական բանակի զինանշանը, ինչպես է հանրությունն ընկալել ինքնության խորհրդանիշի փոփոխությունը։ Կրակոցներ Էջմիածնում ոստիկանները պարզում են, թե ովքեր եւ ինչու են ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ արձակել։ Հայկական լոլիկը, պղպեղը, վարունգն ու ելակը կմնա Ռուսաստանի ճանապարհին, ռուսական նոր սահմանափակումները հայկական արտադրանքի վրա։ Լուր աղոթք մայրտաճարում, կապույտ երկինք, մայրիկի ապահով գիրք, խաղաղությունը մանուկների աչքերով նրանց վրձնած կտավներում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ «108 տարի առաջ այսօրը Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակով հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը։ Մայիսի 28-ը նշանավորում է Հայաստանի անկախության վերականգնումը և պետականության վերածնունդը։ Այսօր Սարդարապատում վեհափառ հայրապետը աղոթք է հնչեցրել մայիսյան հերոսամարտերում նահատակված հայրենիների հոգիների հանգստության համար։ Սարդարապատի զանգերը ղողանջեցին 1918-ի հենց այսօրը։ Բաշապարանի, Ղարաքիլիսայի ու Սարդարապատի հերոսամարտերով հայ ժողովուրդը 9 դար ընդմիջումից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնեց հայոց անկախ պետականությունը։ Ուժասպառ ցեղասպանության արհավիրքից դեռ ուշքի չեկած ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել ու աշխարհին ցույց տալ այդ ուժի կորովը։ Մայիսի 28-ը ծնվեց հազարավոր հերոսների արցունքից ու արյունից։ Հերոսական այս մարտերում հայկական կանոնավոր ուժերին ու կամավորականներին հաջողվեց կենաց մահու կռիվներում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ, կասեցնելով Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ձգտումը։ Սարդարապատի հաղթանակը ոգևորեց Բաշապարանի ճակատում գործող հայկական ուժերին։ Մայիսի 20-ին գրավելով Համամլուն, թուրքական 39-րդ դիվիզիան շարժվեց դեպի Բաշապարան, աշտարակ Գեղվարդ գծով քանաթեռը գրավելու և Երևանը շրջափակելու նպատակով։ Սարդարապատի ճակատամարտը բեկելուց հետո գեներալ Սիլիկյանը օգնական ուժեր ուղարկեց ռազմաճակատի հրամանատար դրոյին, և նրա գլխավորությամբ հայերը ջախջախեցին թուրքերին ազատագրելով Բաշապարանը։ Այս ճակատամարտում փայլուն ռազմական գործ ցույց տվեց նաև Ջահանգիր աղայի գլխավորած եզդիների 1500 հոգանոց հեծյալ ջոկատը։ Հաղթանակի ոգևորությունը Ղարաքիլիսայել հասավ։ Գեներալ Նազարբեկյանը սպայակույտը տեղափոխեց Դիլիջան, Ջալալօղլիի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում։ Ղարաքիլիսայի շրջակայքում հավաքված հայկական զինուժը Դարպազ գյուղի քահանա Տեր Կոմիտաս Սարգսյանի, Մեսրոպ եպիսկոպոս Տեր Մովսեսյանի, Գարեգին Նժդեհի, գեներալ Համազյանի, գնդապետ Բեյ Մամիկոնյանի գլխավորությամբ մայիսի 25-ից 28-ը հերոսական ճակատամարտ տվեցին թուրքական 10,000-անոց բանակի դեմ։ Ղարաքիլիսայի մարտերով կասեցվեց թշնամու առաջխաղացումը դեպի Դիլիջան ու տապալվեց երիկ թուրքերի հայկական հետքը վերջնականապես ջնջելու մղումը։ Որ կռվող զինվորը մեր ազգի հպարտությունն ու արժանավոր զավակն է, որ Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ծանր ժամանակներում համախմբվում է, այսօր կարմիր թելի պես է անցնում։ Նույն Սարդարապատյան ոգին ու շունչը մեր օրեր էլ հասավ։ 44-օրյայի օրերին էլ կռիվ մղեցին պաշտպանելու հող հայրենին։ Համազարկով! Արի, լսում եսի։ Կրակ! Հաղթանակի անզուգական համը ճաշակած հայ ազգը այս օրերին համաձայն չէր որևէ ուրիշ ճակատագրի։ Սա մի նոր Սարդարապատ է և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի և այդ նպատակի անունն է հաղթանակ։ Սարդարապատի, Բաշապարանի ու Ղարաքիլիսայի դաշտերում հայ գյուղացին, մտավորականը, զինվորն ու հոգևորականը կանգնեցին կողք կողքի ապրելու և ապրեցնելու համար։ Դարավոր գերությունից հետո հայը դարձյալ ունեցավ սեփական տունը, սեփական դրոշն ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Սա ուխտի օր է, ուխտ հավատարիմ մնալու այն արմատներին, որոնք սնեցին հայկական պետականությունը։ Սա վկայություն է, որ որքան էլ ծանր լինեն մարտահրավերները, միասնականությունն ու հավատը անհնարինը դարձնում են հնարավոր։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։
Հանրապետության տոնի արդիվ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում առավոտյան զորահանդես է անցկացվել, որ յուրահատուկ հաշվետվություն էր նոր բանակի նոր սպառազինության ցուցադրություն։ Հանրությանը ներկայացվել է ինչպես հայրենական արտադրության, այնպես էլ շուրջ 7 երկրներից ձեռք բերված սպառազինությունը։ Վարչապետ Փաշինյանի ձևակերպմամբ այն բացառապես Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների պաշտպանության համար է։ Ես ուզում եմ, որ բանակ գնամ ու ծառայեմ։ Զինվորական ճշտապահությամբ ու կոկիկությամբ խոսքում հակիրճ 6-ամյա Մարտինը ճիշտ ժամին տեղում է Հանրապետության հրապարակում իր կյանքի առաջին զորահանդեսին։ Եկել է հատկապես տեսնելու իր շատ սիրելի տանկերը, նաև զենքերը, որովհետև լավն է։ 9:45 երկրի գլխավոր ժամացույցի ղողանջներով ու տրիբունայից հնչող հրամանով մարդաշատ եւ աղմկոտ հրապարակում քարանում է լռությունը ճիշտ վայրկյանում։ 2016-ից հետո առաջին անգամ Երևանի սրտում զին շքերթ է, նորանկախ Հայաստանի պատմության մեջ 7-րդը։ Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսին հայոց բանակի եւ ազգային անվտանգության ծառայության 14 ստորաբաժանումներ են հրապարակում շարվել։ Սկզբից պետական եռագույնը, երկրորդ շարքից զինուժի նոր դրոշն ու բանակի պահապան Աշոտ Երկաթի խաչն են այստեղ բերվում։ Հրապարակ է գալիս պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանին դիմավորում է գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, զորահանդեսի հրամանատարը։ Պարոն նախարար, զորքերը շարված են։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իրեն ուղեկցող մեքենայով մոտենում է շարք կանգնած բոլոր ստորաբաժանումների ծառայողներին ու ողջունում։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այսպես ճիշտ 14 անգամ։ Ապա պաշտպանության նախարարը Հանրապետության հրապարակի քարե գորգի ուրվագծերով հասնում է կենտրոնական տրիբունա, բարձրանում այստեղ եւ վարչապետին զեկուցում, բանակը կազմ պատրաստ է շարանցման։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան։ Ազատ հրամանն արձակելուց հետո Նիկոլ Փաշինյանն ամբիոնին է մոտենում, վարչապետն ասում է Հանրապետության տոնն առաջին անգամ նշում ենք պատմական նոր, նրա պնդմամբ խաղաղության պայմաններում։ Շուրջ 35-ամյա հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատված։ Հայաստանի բանակն այսօր միայն մեկ խնդիր ունի, այն է մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը, շարունակում է Փաշինյանը։ Մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայնորեն տարածքից դուրս բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Հանրապետության հրապարակով դեռ կանցնեն զորքերը, այստեղ նաև կցուցադրվի Հայաստանի ձեռք բերած նոր սպառազինությունը, բայց մինչև այդ Փաշինյանը պնդում է զինապահեստը հնարավոր եղավ թարմացնել միայն 2022-ի Պրահյան հանդիպումից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունները, Երևանն այդ թվում Արցախը Ադրբեջանի կազմում։ Միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար։ Վարչապետի ելույթից հետո խոսքի իրավունքը զորահանդեսի հրամանատարինն է, Ասրյանը հրամայում է սկսել այն։ Քայլով։ Մարշ։ Շարքայինից գեներալ բանակի նոր համազգեստով են, որը ձևավորված է բացառապես հայկական խորհրդանշաններով։ Հանդիսավոր երթը սկսում են զինվորական ճանապարհին առաջին քայլերը կատարող ռազմամարզական վարժարանի սաները, հետո անցնում են ապագա սպաները, ապա համապատասխան հերթականությամբ շարասյունը շարունակում են պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ունկնդիրների զորախումբը, հատուկ նշանակության ուժերը, խաղաղապահ բրիգադը, տարածքային պաշտպանության զորքերը, ռազմական ոստիկանները, կին զինծառայողները, ազգային անվտանգության հատուկ նշանակության զորքերը, սահմանապահ զորքերը, հատուկ երկրորդ եւ 5-րդ բանակային զորամիավորումները, ինժեներական զորքերը։ առաջին անգամ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ժամանակակից հետախուզահարվածային 4-սոտանի ռոբոտային գայլ, ծանր հրետանային համակարգեր, օդային թիրախների հայտնաբերման կայաններ, զրահամեքենաներ, զինավիացիա, անօդաչու թռչող սարքեր, ինչպես հայրենական արտադրության, այնպես էլ շուրջ 7 պետությունից Հայաստան ներկրված։ Հրապարակում հավաքվածները զինվորական քայլքի տակտով են ծափահարում, իրենց տեսածից ոգևորված այսուհանդերձ մեկ նպատակով այն մաղթանք դարձրած։ Միայն խաղաղության համար ծառայի։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։
Ռազմական ավիացիան Երևանի երկնքում եռագույն ծուխ է բաց թողել, ֆրանսիական բաստիոն, զրահապատ մեքենա, տորքաուբիցներ, հայկական արտադրության հրազդան ականանետ, աղեղ, դև, մեղու անոթաչուներ և գայլ հետախույզ ռոբոտներ։ Այս զինատեսակներից բացի էլ ինչ սպառազինություն է ներկայացված եղել զորահանդեսին, ում և ինչպես են դիմակայելու դրանցով, Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Ցանկացած զորահանդես հաշվետվությունը սեփական ժողովրդին եւ մեսիչ հակառակորդներին։ Հենց այս ենթատեքստում է կարևոր այսօր տեղի ունեցած զորահանդեսը։ Չնայած հիմա պատերազմի թեման օրակարգում չէ, այդուհանդերձ զորահանդեսը հենց պատերազմի մասին է։ Հակառակորդի դերում էլ Ադրբեջանն է։ Ներկայացված զինանոցի առանձնահատկությունները հետաքրքիր են հենց Ադրբեջանին դիմակայելու տեսանկյունից։ Մեր հավանական կամ իրական հակառակորդի նույն զինատեսակների պարամետրերը պետք է գնահատվի, որովհետեւ մենք հասկանանք առավելությունը մեր թե նրանց, մեկ Երկրորդ, այդ զինատեսակների մարտու դաշտում գործված լինելու հանգամանք։ Սա ամենակարևոր։ Ցանկացած պատերազմի ժամանակ նոր զինատեսակները անցնում են լուրջ փորձություն։ Զորահանդեսի ընթացքում ներկայացված այդ թվում հնդկական զինատեսակներին վերագրվել էին հայկական հեթանոսական աստվածների անուններ, այնպես որ սովորական քաղաքացուն այդքան էլ պարզ չէ, թե իրականում ցուցադրվողը որ երկրի արտադրանքն է ու ինչ հատկանիշներ ունի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի հնդկական մոբիլ հրետանին, որն առայժմ չի կիրառվել պատերազմներում, բայց ենթադրվում է, որ կարող է լուծել մարտական խնդիրներ։ Շատ համազարգային կրակի ռեակտիվ համալիրն առանձնանում է իր մեծ խոցմանազորությամբ, բարձր ճշգրտությամբ եւ պայմանական սպառնալիքներին արագ արձագանքման հնարավորություններով։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին հայրենական արտադրության ԱԹՍ-ներ եւս, որոնց մասին արդեն մի քանի տարի խոսվում է։ Մասնագետների կարծիքով դրանց շրջանում կան օրինակներ, որոնք ունեն մեծ հեռահարություն եւ տեսականորեն կարող են լուրջ խնդիր դառնալ հակառակորդի համար։ Օրինակ ես անոթաչուների պահով, որ պարամետրերը նշում էի ինձ մոտ, աղեղը եւ այդ որոտ երկուսը սրանք էին, որ որոշակի առումով բարձրությունը, հեռավորությունը, շարավիղը որքան ժամանակ երկնքում կարող է աշխատել։ Այս երկուսը ինքնին ցուցիչներ են, բայց այդ ամեն ինչը պետք է գնահատվի հակառակորդի հետ համեմատելով։ Հայկական բանակի համար կարևորագույն խնդիր է մնում գերակայությունը օդում։ Պակիստանից գնված ադրբեջանական կործանիչներն այդ տեսանկյունից լուրջ մարտահրավեր են մեզ համար։ Միակ գործիքը, որը կարող է դիմակայել այդ ուժին, ստուգված հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին ռուսական Թոր-2 եւ ՌԵԲ համակարգերը, որոնք ձեռք են բերվել տարիներ առաջ եւ որոնք էլ հենց պաշտպանում են մեր օդը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ինչպես 40 րոպեում Թրիփի փաստաթուղթը ստորագրեցին Զվարթնոցում, Ռուբիոն Հայաստան այցի մասին պատմել է Թրամփին, Սպիտակ տան ղեկավարը լիակատար աջակցություն է հայտնել Փաշինյանին։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնել վարչապետ Փաշինյանին։ Truth Social-ում նա գրել է, որ Փաշինյանը ամբողջությամբ կիսում է Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի համար խաղաղության եւ բարգավաճման իր տեսլականը։ Խոսելով Երևանում օրերս նախաստորագրված փաստաթղթերի մասին, Թրամփն ասել է, շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը միասին կաստարարեն Թրիփի շինարարության մեկնարկը, որը կվերափոխի Հարավային Կովկասը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տպավորություններով է կիսվում շեֆի Դոնալդ Թրամփի հետ, թե ինչպես ինքը կարողացավ Հնդկաստանից դեպի ԱՄՆ տրանզիտ ճանապարհին 40 րոպեում փաստաթղթեր ստորագրել ու նախաստորագրել Զվարթնոցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Stopped in last night was to initial the Trump route for prosperity in Armenia. Ես կանգար կատարեցի նաև Հայաստանում հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին նախաստորագրելու համար։ Սա կարևորագույն հենասյուն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի, որին դուք կարողացաք հասնել։ Թրամփը բացահայտ է հայտարարում, որ այո, աջակցում է Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում։ Թրամփն իր սոցիալական ցանցի էջում գրառում է արել Հայաստանի ընտրություններին ընդառաջ, ինչն ըստ փորձագետների ամերիկյան քաղաքականության մեջ մինչև Թրամփի գալը սովորաբար ընդունված երևույթ չի եղել։ Նիկոլը ստանում է իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի վերընտրման համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կբարձրացնենք միջև նախկինում չտեսնված բացունքներ։ Հայաստանը կրկին կդարձնենք մեծ։ Ցավոք սրտի քաղաքական դաշտի խոշոր դերակատարները այս պահին փորձում են դիվիդենտներ ստանալ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների հարտադրության
ցեժացման գնով, որը մեր ժողովրդին որևէ լավ բան չի կստանում։ Ռուբիոյի 40 րոպեանոց այցի ընթացքում ստորագրվեց նաև շրջանակային հուշագիր կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Ըստ էներգետիկ ոլորտի փորձագետների, նմանատիպ փաստաթղթերի ստորագրումով Միացյալ Նահանգներին փորձի հնարավորություն է տրվում իր վերահսկողության տակ վերցնել հանքանյութերն ու հազվագյուտ հանածոները։ Ըստ փորձագետների, ԱՄՆ-ն Հայաստանի հետ ունեցած խաղաքարտերում ջեքփոթ է բռնել։ Միացյալ Նահանգները նաև այս քայլով նախանշեց, որ Սյունիքի հետ կապված հիմնական այդ հազվադեպ հանքանյութերի պաշարները Սյունիքում են, իր հետաքրքրությունները ուղղակի ուրվագծեց։ Թրամփը բացահայտ հայտնում է, որ TRIP-ի նպատակը Կենտրոնական Ասիայի ռեսուրսների արտահանումն է եւ այն Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է Հարավային Կովկասում։ TRIP-ը, որի մասին նախընտրական շրջանում տևական ժամանակ խոսակցություն չկար, նորից այդ թեման ակտիվացել է, այս պահի դրությամբ ինչքան էլ որ ստորագրվել է պայմանագիր, հողի վրա էական որևէ լուրջ գործընթաց այս առումով տեղի չի ունենալու։ Եվ չի էլ տեղի ունենալու, քանի դեռ Իրանի հետ կապված խնդիրը չի հանգուցալուծվել։ Արևմուտքի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ Հայաստանի մերձեցումն, ինչպես վերջին զարգացումներն են ցույց տալիս, ակնհայտորեն հակադրվում է Երևանի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը։ Հայկական կողմը, սակայն ըստ վերլուծաբանների, նախընտրում է այն չդրամատիզացնել։ Խոշոր հաշվով ռուսները իրենց ներկայությունը եւ իրենց ազդեցությունը այս տարածաշրջանում պատրաստ չեն զիջել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակադրությունը բերել Հայաստանի ներքաղաքական դաշտ եւ Հայաստանը դարձնել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակամարտության ցատերաբեմ, սա արկածախնդրություն է։ Հայաստանում Իրանի դեսպանն է արձագանքել TRIP նախագծի վերաբերյալ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև փաստաթղթերի նախաստորագրմանը։ Իրանը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը ժողովրդների միջև վատատեսության եւ խզման պատճառ չի դառնա։ Մեր դիրքորոշումը TRIP նախագծի վերաբերյալ շատ հստակ է ու որևէ անորոշություն չկա, մենք դրական վերաբերմունք ունենք եւ ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության եւ տարանցման ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այս գործընթացի, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ-ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը։ Իրանն ըստ դեսպանի նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ-ի նկատմամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստան դաշինքը քարոզարշավ է իրականացրել Վայոց ձորի Սյունիքի մարզերում։ Դաշինքում համարում են, որ ստեղծված բարդ իրավիճակից Հայաստանին կարող է դուրս բերել միայն ուժեղ առաջնորդ ունեցող փորձառու թիմը։ Հայաստան դաշինքը Գորիսում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նախընտրական ծրագրի իր առաջնահերթությունները։ Հայեցակարգի հիմքում դրված է լինելու մարտունակ բանակը։ Այս իշխանությունները ասում են պաշտպանունակ բանակ։ Պաշտպանունակ բառը վերաբերում է պետությանը, որը որ իր մեջ ներառում է տարածքի, բնակչության, բոլոր ենթակառույցների, բարոյաքեբանական մակարդակի, հավաքական կամքի, միասնության եւ ամենակարևորը նաեւ նույն մարտունակ բանակի։ Իսկ մարտունակ բանակը նշանակում է մարդ վարելու ունակ բանակ, վերականգնելու ենք այդ մարդ վարելու ունակությունները։ Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամները Սյունիքի, Մեղրի, Ագարակ համայնքներում հանդիպել են իրենց համախոհների հետ։ Պատգամավորության թեկնածուները ավելի շատ կենտրոնացել են Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող հարցերի վրա։ Ըստ կուսակցության պատգամավորության թեկնածու Արարատ Զուրաբյանի, առաջնահերթ պետք է ապահովել Հայաստանի ինքնիշխան խաղաղությունը եւ դա կարող է ապահովել նաեւ Հայաստանը Իրանին ուղիղ կապող երկաթուղու կառուցումը։ Ըստ էության այդ երկաթուղին հենց Ագարակով դուսագալու դեպի Իրան, այսինքն Ագարակը դառնում է ոնց որ դարպասը, որը միացնում է իրար Իրանն ու Հայաստանը։ Եթե մենք իրականացնում ենք մեր պրոյեկտը, Ագարակը դառնում է շատ խոշոր, կարևորագույն հանգույց, որը արդեն թույլ կտա ագարակցիներին շատ բազմազանել իրանց հետաքրքրությունները։ Հայաստանն այլևս միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում այսպիսի միտք է արտահայտել քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության պատգամավորության թեկնածուները մեծ հավաքի շրջանակում աբովյանցիներին են ներկայացրել երկրում վերջին տարիներին իրականացված տնտեսական, սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտներում իրականացված բարեփոխումները։
2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե հեռանում են Հայաստանից, այլ վերադառնում են Հայաստան, արտագաղթը պատիվ ունեմ ձեզ զեկուցել Հայաստանի Հանրապետության սիրելի ժողովուրդ, որ արտագաղթը դադարած է, սկսվել է ներգաղթ։ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների հետ այցելել է Վարդենիս, Գեղարքունիքի մարզում բնակիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքներին հուզող հիմնական խնդիրները, աշխատատեղերի ստեղծում, սոցիալական պայմանների բարելավում եւ անվտանգային մարտահրավերներ։ Ծառուկյանը հատկապես ընդգծել է սահմանամերձ գյուղերի դերն ու կարևորությունը, նշելով, որ այդ բնակավայրերի զարգացումն ու բնակչության անվտանգ կյանքը պետք է լինեն պետական առաջնահերթությունների շարքում։ Ձեր մեծամասնությունը գնում է Ռուսաստան, աշխատանք չկա, տնից տեղից կդրված գնա գումար բերի։ Ճիշտ է թե ոչ։ Գնում եք, հիմա սազականա, որ մենք Ռուսաստանի հետ թշնամանանք, ուզում եք մի հատ հասկանալ։ Բայց այսօր ստիպում է, որ Ռուսաստանի հետ թշնամանան, քեզ թշնամանում, եթե 1000 տարվա պատմություն կա, բանակցի, քննարկի, եթե լավ առաջարկ ունես, ուրիշ բան, չի կարելի։ Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր այսօրվա քննությունն է։ Հանրապետության օրվա արդիվ հղած շնորհավորական ուղերձում հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Ըստ նրա, այս փուլում մեր ժողովրդի առջև պատմությունը դարձյալ նույն հարցն է դրել լինել ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։ Սամվել Կարապետյանը համոզված է, երբ պետությունը կորցնում է իր արժանապատվությունը, այն չի կարող ունենալ ուժեղ բանակ։ Առաջիկա ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն լինելու, դրանք լինելու են պատասխան մի հարցի, արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է նորից վերցնել իր պետության պատասխանատվությունը, եթե դուք չեք գնում ընտրության, ձեր փոխարեն որոշում են ուրիշները։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների եւ Սյունիքի մարզի բնակիչների հետ հանդիպումների քննարկման առանցքում եղել են տարածաշրջանի զարգացման հեռանկարները, հանքարդյունաբերության նշանակությունն ու անկախ պետականության ամրապնդման հարցերը։ Կուսակցության անդամները նշել են, որ Սյունիքը Հայաստանի ռազմավարական կարևորագույն շրջաններից է եւ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել բնական ռեսուրսները, պահպանելով նաեւ բնապահպանական հավասարակշռությունը։ Սիրելի ժողովուրդ, ես կարող եմ ժամերով ներկայացնել, թե մեր հանքավայրերը ինչպես են շահագործվում, ինչ հնարավորություններ ունեն։ Օրինակ Հայաստանում կա 3 միլիարդ տոննա գունավոր մետաղներ պարունակող հանքանյութ, որից 2 միլիարդը քաջարանում է։ Մենք այդ քաջարանում կարող ենք տարեկան մինչև 1 միլիոն տոննա խտանյութ ստանալ, բայց այսօրվա դրությամբ ստանում ենք ընդամենը 200-220 հազար տոննա, օգտագործում ենք հանքավայրի 20-25%-ը։ Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետության ստեղծած պայմանների հետևանքն են, այս մասին ասել է Միասնության թևեր կուսակցության պատգամավորության տեխնացու Արման Թաթոյանը։ Նրա խոսքով այսօր բազմաթիվ շենքեր, կրթական ծրագրեր եւ ծառայություններ հասանելի չեն հաշմանդամություն ունեցողներին։ Թաթոյանը կարևորել է միջավայրի հարմարեցումն ու անկախ կյանքի հնարավորությունների ստեղծումը։ Խնդիրը ոչ թե մարդու մեջ է, այլ խնդիրը պետության մեջ է։ Խնդիրը նրա մեջ է, որ պետք է ստեղծվեն միջավայրային պայմաններ։ Ոչ թե մենք հաշմանդամություն ունեցողին պետք է կարեկցենք, ոչ թե կարեկցանքից դեպի մարդ, այլ արժանապատվությունից դեպի իրավունքներ, անկախ կյանքի հմտություններ։ Մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է տանք անկախ կյանքի հմտություններ։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Կրակոցներ Էջմիածնում ոստիկանները պարզում են, թե ովքեր եւ ինչու են ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ արձակել։ Հայկական լոլիկը, պղպեղը, վարունգն ու ելակը կմնա Ռուսաստանի ճանապարհին, ռուսական նոր սահմանափակումները հայկական արտադրանքի վրա։ Լուրաղոտք մայրտաճարում, կապույտ երկինք, մայրիկի ապահով գիրք, խաղաղությունը մանուկների աչքերով նրանց վրձնած կտավներում։ Մեթեո աշխարհ ջերմաստիճանը կնվազի ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։
Սպիտակ աղավնի ծիածան կապույտ երկնքում մայրիկի ապահով գիրք։ Մանուկները հենց այսպես են պատկերել խաղաղությունը։ Նկարիչների միությունում բացված միջազգային ցուցահանդեսում վառ գույներն ու բարձր տրամադրությունն է իշխել։ Խաղաղությունը տարբեր երկրների երեխաների աչքերով Քնարիկ Պետրոսյանի ռեպորտաժում։ Խաղաղությունը երեխաները պատերազմների ու սահմանների լեզվով չեն նկարում, նրանք այն պատկերում են արևի, տան, մայրիկի ձեռքերի, եկեղեցու զանգերի ու կապույտ երկնքի գույներով։ Այսօր Հայաստանի նկարիչների միությունում խաղաղությունն ու անկախությունը հայտնվել են թղթի վրա, մանկական ամենաանկեղծ պատկերացումներով։ 7-ամյա փոքրիկ հեղինակը խաղաղությունը այսպես է պատկերացրել՝ մայր տաճարով։ Նրա համար խաղաղությունը լուռ աղոթք է, ընտանիք, լույս ու հավատ։ Եթե պատերազմ լինի, բարձր եկեղեցիներն են վառել, երբ որ պատերազմ չի, մնին ճիշտ տեղում է։ Արցախից տեղահանված Ալեքսանդրը խաղաղության մասին արդեն հասուն պատկերացում ունի։ Նա վստահացում է մեծանա զինվոր է դառնալու։ Իր խաղաղությունը մայրն է։ Ես որպես ապագա զինվոր ցանկանում եմ նորից հետ բերել Արցախը, որտեղ ես Արցախից եմ եւ շատ կուզենայի նորից վերադառնալ իմ հայրենիք։ Այս նկարներում միայն մանկական երևակայությունը չէ, այստեղ ընտանիքից ժառանգած արժեքներ կան՝ սերը հայրենիքի հանդեպ, խաղաղ ապրելու ցանկությունը, անկախ երկիր ունենալու կարևորությունը։ Երեխաները գուցե դեռ չեն կարողանում մեծերի բառերով խոսել անկախության մասին, բայց կարողանում են այն զգալ։ Ոմանց համար դա տուն վերադառնալու հույսն է, մյուսների համար անվտանգ երկինքը, իսկ շատերի համար պարզապես մայրիկի կողքին արթնանալը։ Ես միշտ կուզեի, որ ճշնամիները չկային սպանեին զինվորներին, միշտ մեր աշխարհում խաղաղություն տիրի։ Խաղաղություն միջազգային մրցույթ ցուցահանդեսը միավորել էր տարբեր երկրների, տարբեր ճակատագրեր ունեցող երեխաների, բայց բոլոր նկարներում մի ընդհանուր ցանկություն կար՝ ապրել խաղաղ, ազատ ու անկախ հայրենիքում։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Հանրապետության օրվա արդիվ մի խումբ պաշտոնյաներ շքանշաններով են պարգևատրվել 4 գնդապետների էլ գեներալ-մայորի կոչում են շնորհվել։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայաստանից հանքային ջրի, ալկոհոլի եւ ծաղիկների մատակարարումները կասեցնելուց հետո Մոսկվան անցել է նաեւ հայկական միրգ բանջարեղենին։ Այսօր հայտնի են դարձել, որ Ռոսելխոզնadzորը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի եւ ելակի ներկրման վրա, մինչեւ առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել կարբամիդ եւ այլուր։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե Հայաստան է տեղափոխվել կարբամիդով 2 եւ այլուրով 1 վագոն։ Նշվում է, որ մինչեւ այժմ Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 28000 տոննա հացահատիկ, շուրջ 4000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին եւ 68 տոննա հնդկաձավար։ Էջմիածին քաղաքում կրակոցներ են հնչել, որի ընթացքում մասնակիցներից մեկը ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել։ Քրեական ոստիկանները Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի առաջին եւ երրորդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի եւ դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին հայտնաբերել են կրակոցների բազմաթիվ հետքեր։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ նախորդին ծեծկրտուք է տեղի ունեցել դպրոցի հարակից տարածքում։ Իրավապահները 5 հոգու բերման են ենթարկել, իսկ լուսաբացիներ ծեծկրտուքի 6-րդ մասնակցին են հայտնաբերել, ինչպես նաև ինքնաձիգը։ Ըստ տեղեկությունների կրակոցի հետևանքով տուժածներ չկան։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան, մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի մոտ 10-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 18-ից 20 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 23-ից 28, Լոռիում 18-ից 21, Տավուշում 20-ից 25 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 26-ից 29,
Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 30-ից 33, Սյունիքի նախալեռներում 23-ից 27 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 13-ից 16, ցերեկը 26-ից 28, երեկոյան 18-ից 20 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։